Հայաստանի Երևմուտքի նախարար Վահե Հովհաննիսյան հանդիպում ունեցավ Համաշխարհային բանկի զարգացման փոխնախագահ Ակի Միշիոյի հետ։ Հանդիպումը նվիրված էր Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջազգային զարգացման ընկերակցության միջև գործընկերության մոտ 3 տասնամյակի պատմության, կդեղեկացնեն Հայաստանի Երևմուտքի նախարարութենեն։ Հայաստանի մեջ արձանագրված է հսկայական հարաճընթաց ոչ միայն ենթակառուցվածքներու, այլ նաեւ մարդկային ներուժի գրթության, առողջապահության ոլորտներն ներս։ Ինժեներական քաղաքի մեջ խորհրդանշական ծառայությունեն հետո հայտարարեց Համաշխարհային բանկի զարգացման փոխնախագահը Ակի Միշիոն բարձր գնահատած է օգնությունը ստացողեն թեպի դոնորի վերածվելու մեր երկրի պատմությունը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան ընդունեց Ամերիկայի հայկական համակումարի գործադիր դնորեն Բրայան Արդունին, հոգաբարձուներու խորհրդի համանախագահ Օսկար Տատոսյանը եւ հոգաբարձուներու խորհրդի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանը։ Նախագահ Խաչատուրյան բարձր գնահատեց Ամերիկայի հայկական համակումարի աշխատանքը, անդրադառնալով Հայաստանի մեջ համակումարի կողմեն իրականացվող ծրագիրներուն Հանրապետության նախագահ կարևոր նկատեց ադոնց նշանակությունը երկրի զարգացման գործի մեջ։ Զրույցի ընթացքին միտքեր փոխանակված են նաեւ 2026 թվականին Հայաստանի մեջ կայանալիք կենսաբազմազանության կողմերու 17-րդ համաժողովի գազմագերման կարևորության շուրջ։ Հանդիպան քննարկված են Հայաստանի եւ հարևան երկիրներու հարաբերություններուն, ինչպես նաեւ ներքաղաքական եւ ընդհանուր մթնոլորտին վերաբերող հարցեր։ Ամփոփելով հանդիպումը Հանրապետության նախագահը պատասխանած է հյուրերու հարցերուն, անդրադառնալով ներքաղաքական, տնտեսական եւ հանրային կյանքի տարբեր իրողություններուն։ Հայ-թուրքական հարաբերություններու ղեկավարման հարցով հատուկ ներկայացուցիչներու հաջորդ հանդիպումը կրնադեղի ունենալ Թուրքիո մեջ հանրային հեռուստաընկերության եթերով ըսավ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյան։ Սա մեր 6-րդ հանդիպումն էր եւ առաջինը մեր երկրի մեջ, այսինքն մինչ այս բոլոր պաշտոնական հանդիպումները ունեցած էինք 3-րդ երկիրներու մեջ։ Մեկ անգամ սահմանին այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Երևանի մեջ, կգարձեմ հաջորդ հանդիպումն ալ Թուրքիո մեջ տեղի կունենա։ Ամսաթիվը դեռ չէ որոշված, ըսավ Ռուբեն Ռուբինյան հանրային հեռուստաընկերության եթերով։ ՄԱԳ-ի զարգացման ծրագիրի Եվրամիության եւ Թուրքիո պաշտպանության նախարարության համագործակցությամբ 3 տարի տևած ծրագիրով վնասազերծված են Թուրքիո արևելյան սահմաններու 94 ականաբադ դաշտեր եւ 50,000 ական, մոտ 24 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, այս մասին գրած է Ermeni Haber։ Ականազերծումը կարևոր է հատկապես սահմանային ծառայության աշխատակիցներուն, հովիվներուն եւ սովորական քաղաքացիներուն անվտանգությունը ապահովելու դեսանգյունեն ըսված է հրապարակման մեջ։ Իսրայել 16 սեպտեմբերի գիշերը ցամաքային գործողությունը սկսած է Գազայի մեջ, գկրե Axios։ Հրադարագության աղբյուրները հայտնած են, որ ամերիկյան կողմը չէ կանգնեցուցած Իսրայելը սպիտակ տունը մեկ պայման ունի, ամբողջ պատասխանատվությունը պիտի գրե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իսրայել 20 վայրկյանի մեջ 37 հարված հասցուցած է ուղղաթիռներով, ինչպես նաև օգտագործած է անօդաչու թռչող սարքեր եւ հրետանի։ Axios նշած է, որ Իսրայելի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներ աշխատակազմի ղեկավարը եւ Մոսադի ղեկավարը խորհուրդ տված են Նեթանյահուին գործողությունը չսկսիլ։ Իսրայելի վարչապետը գործողության սկիզբեն մի քանի ժամ առաջ հանդիպած է Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոյին հետ։ Ան հայտարարած է, որ Թրամփի վարչակազմը գաչակցի անոր գործողություններուն, սակայն պայմանով, որ ադոնք արագ իրականացվին, ըսված է հրատարակության մեջ։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն զսկուշացուցած է, որ Համաս ընդամենը մի քանի օր ունի հրատատարի համաձայնագիրը ընդունելու համար, կհայտնի The Times of Israel։ Ռուբիոն ընդգծած է, որ Քաթար կմնա միակ պետությունը, որ կրնա միջնորդել Գազայի մեջ հրատատարի հասնելու հարցով, չնայած նախորդ շաբաթ Դոհայի մեջ Իսրայելի կողմեն Համասի առաջնորդներուն ուղղված հարվածին։ Ավելի գանուխ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոյին հետ համատեղ մամլոասուլիսին չէր բացառած Համասի առաջնորդներուն դեմ ուղղված հարվածները այլ երկիրներու մեջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստովանած է, որ Գազայի մեջ պատերազմի պատճառով երկիրը հայտնված է քաղաքական մեգուսացման մեջ։ Մենք փախում ունենք որոշակի խոչընդոտներու համաշխարհային արևդուրեն ներս մահմեդական սպյուրքը Եվրոպայի մեջ դարձած է նկատելի եւ բարձրացայնով փոքրամասնություն, որը ճնշում կգործածի կառավարություններուն վրա Գազայի հարցով։ Նեթանյահուն ընդգծած է, որ Իսրայել պետք է հարմարի տնտեսական նոր իրողություններուն հետ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ կրնահանձվիլ Ուկրաինա նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հետ հաջորդ շաբաթ Նյու Յորքի մեջ, որտեղ տեղի պիտի ունենա ՄԱԳ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի բարձր մագարտակի շաբաթը։ Հայտարարած է Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն Թել Ավիվեն Դոհա թռիչքեն առաջ լրագրողներուն հարցերուն պատասխանելու ադեն։
Հանրապետության գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժանն Անդրեասյան հերթական շրջայցը կատարեց հայոց ցեղասպանության հուշահամալիրի դարած դեղույն վրա ծանոթանալու ընթացող հիմնանորոգության աշխատանքներուն։ Նախարար Ժանն Անդրեասյան հետաքրքրված է ընթացիկ խնդիրներով, կարևոր նկատած է մասնագիտական քննարկումները հուշարձանային համալիրի վերագառուցման եւ բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով։ Նախարարի այցերը պիտի լան շարունակական 9 սեպտեմբերին նախարար Ժանն Անդրեասյան ազգային ժողովեն ներս հայտարարած էր, որ վերջին 60 տարիներուն հուշահամալիրի մեջ վերանորոգության աշխատանքներ չեն կատարված, որում պատճառով առաջացած են չրահերացման լրջակույն խնդիրներ։ Ցեզի հետ էր Աննի Սեյթունցյան։